18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կրկին վատացել է, նրան Աբովյան ՔԿՀ-ից տեղափոխել են Նաերի բժշկական կենտրոն, ավելի վաղ նրան Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել էին Աբովյան, հաշվի առնելով նրա տարիքն ու կրթության շարունակականությունը։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացի Դավիթի հիմնական առողջական խնդիրներից նաև այլ խնդիրներ են առաջացել, որոնց մասին չի կարող բարձրաձայնել։ Առողջական վիճակը կտրուկ վատացել էր վիճակը, արդեն տեղեկացրել են Արմավիր ՔԿՀ-ից, նրան տեղափոխեցին Աբովյան ՔԿՀ, բժիշկների հետազոտության արդյունքում, քանի որ գիտակցության կորուստի արդեն գիտեք նորից չկրկնվեմ, շտաբ օգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի եւ ինչպես Մարիներ ասել 9 օրեկանից նա բուժվել էր այս բուժ կենտրոնում։ Մի դեղը հակասում է մյուս դեղին, մյուս ներարկումին։ Ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի։ Այս մյուսի հետ կարելի է, թե չէ։ Եվ որոշում կայացվեց, որ տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ Չեն կարողացել պատշաճ բուժօգնություն։ Աբովյան ԲԿ-ն պատրաստ էր ամեն ինչ անել, քանի որ իր վիճակը այնպիսին կոմպլեքս է, իր բուժումը դրա համար այսպիսի որոշում։ Դավիթի դասընկերները ակցիա են կազմակերպել պահանջելով եւ խնդրելով ազատություն տալ նրան եւ չհամարել նրան քաղաքական հանցագործ։ Ես Դավիթի դասընկերն եմ եւ մեր այստեղ ակցիայի նպատակը եւ ուղղակի պահանջում եւ խնդրում ենք ազատություն տալ այդ հրաշալի իսկապես մարդուն եւ հասարակության մեջ նրան չհամարել հանցագործ, առավել եւս քաղաքական ինչ-որ հանցագործ, քանի որ դա մեկը մյուսի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի եւ մեր այս հավաքներն եւ քայլերն էլ ընդհանրապես քաղաքականության հետ որևէ կապ չունի, ուղղակի պարզապես չենք կարող մի կողմ մնալ եւ մեր ընկերը այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Մեր պահանջը, խնդրանքը այն է, որ ուղղակի այդպիսի արդար եւ ազնիվ մարդկանց գործողությունները ստանան նմանատիպ արդար եւ ազնիվ պատասխան եւ հասարակության մեջ նրան չհամարեն, այսպես արտահայտվեմ persona non grata։ Եկեղեցու աղմկահարույց միջադեպն ու պատանու նկատմամբ դատավճիռ հաշվեհարդարը ի ցույց է դնում մեր հասարակական կյանքը պատած խոշորագույն խնդիրը, արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան, բարոյական ու արժեքային նշաձողերի հետևողական քայքայման քաղաքականությունը եւ ազդեցությունը միաժամանակ, գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ես քանիցս խոսել եմ այս մասին, նշելով, որ դրա խորքային նպատակն է հետապնդում նաև այն նվաստացումը, որին Ադրբեջանը ենթարկում է Հայաստանի կառավարող վերնախավին, պարտադրելով մեղագալ մինչև 2020-21 թվականների իրենց ռետորաբանության հայտարարությունների, քայլերի, լուսանկարների համար, պարտադրելով մեղագալ Արցախ բառի յուրաքանչյուր տառի համար, որևէ մեկին թող չթվա, թե դա լոկ քաղաքականություն է։ Հայաստանի վերնախավին պարտադրելով այդ վարքագիծը, Ադրբեջանը անուղղակիորեն պարտադրում է բարոյական եւ արժեհամակարգային նշաձողերի քայքայում, հանրային ընկալումներում, դրսևորելով այդպիսի վարքագիծ եւ հիմնավորելով այն իբրև թե խաղաղությամբ, Հայաստանի իշխանությունը ըստ էության հանրությանը հիմնավորում է անսահմանափակ անպատասխանատվությամբ, անբարոյության մի յուրօրինակ կոնցեպտ, այն դարձնելով հանրային նորմ։ Սա է, որ Հայաստանում նաեւ հրամայական է դարձնում փոփոխությունը եւ այդ փոփոխության հերանեկարի հարցում հրամայական է դարձնում հենց հատկապես արժեքային ու բարոյական նշաձողերի վերականգնումը, որպես հասարակական պետական ընթացքի կայուն վերականգնման անբեկանելի հիմք։ Լևոն Զուրաբյանը քննադատում է Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումը, պնդելով, որ դրանով ավարտվեց հակամարտության կարգավիճակի շուրջ վեճը եւ Ադրբեջանը ստացավ լիարժեք գործողությունների հնարավորություն։ Նա այդ քայլով փակեց բանակցային գործընթացի հնարավորությունը եւ նպաստեց Արցախի լուծարմանը։ Փաշինյանն ինքը եւ իր փաստաբանները այդ ճանաչումը արդարացնում են նրանով, որ իրենից առաջ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Այս ասողները հույսը դնում են այն հանգամանքի վրա, որ քաղաքականությունից հեռու մարդիկ չեն հասկանում հակամարտությունների կարգավորման դիվանագիտության կարևորագույն սկզբունքները։ Փաշինյանն իրականում ճիշտ է ասում, որ փակել է Ղարաբաղյան շարժումը եւ նա արել է դա հենց 2022 թվականի իր որոշումով։ Ադրբեջանը չէր կարող բաց թողնել ստեղծված հնարավորությունը, եթե հապաղեր Արցախի հանրապետության շարունակական
քաղաքական գոյությունը նորից կլեգիտիմացվեր որպես իրողություն գետնի վրա։ Այո, Արցախից հայերի ցեղասպանական տեղահանումն իրականացրեց Ադրբեջանը, բայց նման քայլի անպատժելիությունը եւ որևէ միջազգային հետևանքի բացակայությունն ապահովեց Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով եւ այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին։ Իսկ թե ինչու նա այդպես վարվեց, դա մեկ այլ հրապարակման առարկա է։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատներն ու իրավապաշտպանները դիմել են Հայաստանի արտգործնախարարությանը, Շվեյցարիային եւ Կարմիր խաչին, խնդրելով գործարկել հովանավոր տերության մեխանիզմը։ Նրանք նշում են, որ գերիների վիճակը վատացել է, կապը սահմանափակվել է եւ անհրաժեշտ է միջազգային միջամտություն նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից եւ մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները եւ մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Ուստի կոչ են կանում Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի կառավարություններին ձեռնարկել համապատասխան քայլեր իրենց մանդատի շրջանակում եւ դա անել ճիշտ ժամանակին։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հորդորում ենք աջակցել, որպեսզի ապահովի միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումը եւ էթնիկ հայերի իրավունքների պատշաճ պաշտպանությունը շարունակվող խախտումների պայմաններում։ Ադրբեջանն ու Թուրքիան Կարս քաղաքում կանցկացնեն Հեյդար Ալիև 2026 համատեղ զորավարժությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն զորավարժությունն անցկացվելու է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակում։ Զորավարժության նպատակն է ծրագրավորել եւ իրականացնել համատեղ գործողություններ ժամանակակից պատերազմի սկզբունքներին համապատասխան, ապահովել արդյունավետ փոխգործակցություն, նպաստել համապարփակ մարտական ապահովման ոլորտում փորձի փոխանակմանը, նաեւ բարձրացնել ազնագազմի գիտելիքներն ու հմտությունները։ Սցենարի համաձայն նախատեսվում է մշակել մարտական գործողություններ եւ հատուկ առաջադրանքներ տարբեր պայմաններում։ Ադրբեջանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն արդեն մեկնել են Նախիջևանից դեպի Կարս զորավարժությանը մասնակցելու համար։ Քննչական կոմիտեն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին ՊՆ զորավարժադաշտում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի, զինվորական պաշտոնական անփութությունը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, եւ 532-րդ հոդվածի 3-րդ մասի, զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գործընկերոջ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Փեզեշքյանը հրախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից տրամադրված մարդասիրական օգնության համար։ Ալիևը նշել է, որ Իրանին մարդասիրական օգնությունը կշարունակվի եւ ընդգծել շուտով օգնության եւս մեկ խմբաքանակ կուղարկվի։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Իրանում իրավիճակի սրման կապակցությամբ եւ ցավակցել Իրանի քաղաքացիների մահվան առնչությամբ։ Ալիևը հույս է հայտնել, որ հակամարտությունը արագ կավարտվի։ Քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում անավարտ կամուրջներին հարվածելը իրանցիներին չի ստիպի հանձնվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի կամուրջները եւ էլեկտրակայանները թիրախավորելու սպառնալիքին յուրաքանչյուր կամուրջ եւ շենք ավելի ամուր կվերականգնվի, ինչը երբեք չի վերականգնվի։ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը X-ում գրել է Արաղչին։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ հայտարարել էր, որ մոտ են առաջիկայում ԱՄՆ բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին է զգուշացրել, եթե Միացյալ Նահանգները շարունակի սպառնալ իրանական էլեկտրակայաններին հարվածելով, Իրանը կհարձակվի տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների եւ ամերիկացի բաժնետերեր ունեցող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ընկերությունների վրա։ Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ Վաշինգտոնը բաց է Թեհրանի հետ դիվանագիտության համար, հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթը։ Ըստ պաշտոնյայի, Թրամփը մշտապես բաց է դիվանագիտության համար, բայց նաև հստակորեն ասել է, որ իր նպատակներն Իրանում կիրագործվեն։ Պետքարտուղարության պաշտոնյան ասել է, որ Թրամփը մինչև պատերազմը փորձել է բանակցել Իրանի հետ, սակայն մեղադրել է Իրանին միջուկային զենք ստեղծելու շարունակական փորձերի համար։ Իրանն էլ մշտապես հերքել է միջուկային զենք ստեղծելու մասին արևմուտքի պնդումները, բայց եւ շեշտել ուրանահարստացնելու իր իրավունքը։ Հատկանշական է, որ պետդեպարտամենտի պաշտոնյայի հայտարարությունը հնչում է նախագահ Թրամփի Իրանին ուղղված սպառնալիքից հետո։